Սիրելիներ, բարելույս բոլորիդ, թող Աստված օժնե մեր այս առավոտը ու բոլորիս տանի կատարյալ ապաշխարությանը սրբության։ Որովհետև ես մի բանում կտեսնեմ, որ հմի Աստծո կամքը հետևյալն է, որ ամեն մեկիս մաքրը ու սրբ է։ Տեսանյութեր չեմ տեղադրել որոշ ժամանակ, որովհետև Սուրբ Հոգին չէր առաջնորդ է, իսկ ես սուտ հոգով երբեք տեսանյութեր չեմ փորձել տեղադրեմ ու Աստծուց առաջ ընկնեմ։ Ով որ փորձե Աստծուց առաջ ընկնի, ինքը միշտ հարվածներ կստանա ու անես կժառանգի։ Այսօր ինձ ցույց տվավ, որ 5 շաբթի օր ու կիրակի օրերը պետք է անցկացնեմ ուղիղ եթերով ծառայություն։ 5 շաբթի օրը մենք Աստվածաշնչյան սերտողություն կենենք մեր խմբագի հետ միասին, որը ես ելի եմ տեղադրել, դուք մասնակցել եք ու գիտեք։ 5 շաբթի օրը մենք քննարկենք Ա Կորինթացիս 13-րդ գլուխը։ Պատրաստվեք բոլորդ, որովհետև դուք այդ մեկնությունների մեջ պետք է գրեք, թե ով ինչ հասկացավ։ Սիրելիներ, կրնակ բոլորդ մասնակցեք, ձեր բարեկամներին, ձեր հարազատներին, ձեր մտերիմներին, նմանապես այս տեսանյութը փոխանցեք, թող փառք Աստծուն, քանի հնարավորություն ունիք մասնակցելու մեր խմբագի հետ, պարզապես մասնակցեք, որովհետև կուկա ժամանակ, որ այդ հնարավորությունը չեք ունենա։ Շատ հզոր ծառայություններ կանցկացվի մեր խմբագում, որովհետև մեր խմբագում հավաքված են ոչ թե այն մարդիկ, որոնք կաբրինի ճղկուզեն, այլ կմասնակցեն այն մարդիկ, որոնք պատրաստ են ամեն ինչ թողնին ու ապրին այնպես ինչ որ Աստված կուզե, որը շատ կարևոր է։ Ուրեմն հարց ու պատասխանով կեղնի Ա Կորինթացիս 13-րդ գլուխը ես կհարցնեմ, ով ինչ է սորվե, ով ինչ է հասկացե ու մեր խմբագի անդամները կպատասխանեն։ Դուք էլ կրեք մեկնությունների մեջ։ Մենք ամեն օր ժամի 6-ից 10 պակաս աղոթքի ծառայություն կանցկացնենք, որտեղ որ կմասնակցենք նորից են մարդիկ կամ կմասնակցեն, որոնք հնազանդ հոգիներ են։ Եթե կան ձեր մեջ մարդիկ, որոնք պատրաստ են ամեն ինչ թողնել ու հետ չնայելով Հիսուսին հետևեն, կրնակ զանգահարեք ինձ 098 9500 71 համարին ու միանաք մեր աղոթքի հզոր ծառայողներին։ Որտեղ որ կանցկացնեմ կամ ես, կամ մեր քրերից մեկը, որ ունի մաշկարիական հզոր պարգև, խոնար հոգի է, պատրաստ է ամբողջությամբ ծառայելու, եթե ես ինձ չի տանի Աստված, ուրեմն կառաջնորդեմ մեր մյուս քրոջ միջոցով։ Ահա, ուրեմն սկանը ինչ որ այսօր ցեզի կուզեի հայտնեի։ Կիրակի օրը ժամը 6-ին էլ կեղնի ուսմունքի ծառայություն, ելի ուղիղ եթերով։ Պարզապես տեղեկացրեք ձեր հարազատներին, նորից կխնդրեմ ձեր բարեկամներին, ձեր ծանոթներին։ Եթե կան աղոթքի կարիքներ, այդ ժամանակ նաև կաղոթենք կարիքների համար։ Եթե մեկնություններին բոլորիդ չեմ արձագանքել, սիրելիներ, կնշանակի, որ պարզապես Տիրոջից կամ պատասխան չեմ ստացել, կամ էլ մյուս տեսանյութի մեջ կպատասխանեմ։ Դրա համար աշխատեք, հետևեք մեր ծառայություններին։ Ովքեր որ պիտի հետևեն ծառայություններին, սիրելիներ, ուղղակի խնդրանք։ Մենք գրուպի մեջ ենք, ես միշտ կտեղեկացնեմ, ովքեր որ պիտի մասնակցեն ծառայություններին, պլյուս դրեք։ YouTube-ի մեկնությունների մեջ, ովքեր որ պիտի մասնակցեն ծառայություններին, գրեք։ Կարինե պլյուս, Մանե պլյուս, որբիսի ես գիտենամ, թե որ քրերը պիտի մասնակցեն մեր ծառայություններին ու քանիսն են, որոնք կանոնավոր կմասնակցեն։ Ու պլյուսներ դրեք հիմնականում, ովքեր որ կանոնավոր կմասնակցեն։ Եթե դուք տարիքով մեծ եք, շատ հաճախ ձերերի մոտ կա խնդիր, չեն կրնա պլյուս տնեն, խնդրեք ձեր երիտասարդ թորնիկներին, հարցներին, աղջիկներին եւ այլնին, որբիսի օգնեն YouTube-ի մեջ պլյուս տնեք։ Ես եմ մեր խմբագի մեջ օրեցօր կզորանա Աստծո ներկայությունը, հզոր ծառայություններ կանցկացվին, շատ հզոր։ Մաշկարիական ծառայություններ կանցկացվին։ Երանի են մարդուն, ով որ մեզի հետ միաբանության մեջ Աստծուն կծառայե։ Ովքեր որ կծառայեն, իրականում այնքան կոեն, այնքան Աստծո շնորհակալություն կհայտնեն, որ այս տեսակի խմբագի մեջ են հայտնվել։ Որովհետև այս խմբագում մենակ մենք կպայքարենք սուրբ եղնելու համար։ Մեր կյանքում ուրիշ նպատակ չկա։ Ու այս խմբակ կրնան հայտնվին այն մարդիկ, որոնք կպատերազմեն, որ դառնան սուրբ ու մաքուր անոթներ, ովքեր որ պատրաստ են իրանց կյանքի մեջ, կյանքի ցանկացած ոլորտում Աստծո կամքը առաջի տեղ դնեն։ Սկանը սիրելիներ
հինգշաբթի օրը ժամը 6-ին մեր ժամանակով Հայաստանի մեր ժամանակով 18:00-ին մենք կանցկացնենք Ա-Կորինթացիս 13-րդ գլխի աստվածաշնչյան ընթերցանություն։ Կսպասենք բոլորիդ սիրելիներ։ Այ ես մի ձեզի հետ խոսամ, իմ երեխեքս պելուսներ կտնեն, թե ովքեր լսեցին այն կալասավոյը, որ նոր իրանց էի ուղարկե, փառք Տիրոջս։ Ամեն ինչի համար, ինչ որ ունենք, փառք Աստծուն, ինչ որ Աստված կպատրաստե մեզի տալ։ Թող Տերս փառավորվի մեր բոլորիս կյանքերում հավիտյան։ Սկանը սիրելիներ, ուրիշ բան չկա ասելու, հարցեր ունիք գրեք։ Եթե գրելու չէ զանգահարեք, ես միշտ պատրաստ եմ ձեզի լսել։ Որ ժամին կուզեղնի դուք գրեք Viber-ից, WhatsApp-ից, ունիմ եւ Viber եւ WhatsApp իմ հեռախոսահամարից տակ, կրնակ գրեք։ Ես պարտադիր ձեզի կպատասխանեմ։ Եթե ոչ նույն ժամին, ապա վաղը, կամ մի քանի ժամ հետո, կամ մի քանի րոպե անց։ Ես չգիտեմ, առաջ Աստված։ Սկանը սիրելիներ։ Տերս թող օրհնե մեր բոլորիս օրը։ Եղեք օրհնված Հիսուսի զորավոր անունով։ Աչքերդ բացելուն պես Տիրոջ անունը կանչեք։ Խնդրեք Տիրոջ երեսը։ Փնտրեք Տիրոջ երեսը։ Ներեցեք ու Աստված ձեզի պիտի ներե։ Տվեք Աստծուն եւ Աստված էլ ձեզի պիտի տա։ Ինչ որ ցանեք դիք պիտի հնձեք։ Օրհնող եղեք, զոհաբերող եղեք, ձեր անձերը, ձեր ցանկությունները։ Քայլեք Տիրոջ հետևից, թող Աստված գնա ձեր առաջից։ Ու Տիրոջը ձեր կյանքերի մեջ առաջի տեղը դրեք։ Թող Աստված եղնի ձեր կյանքի առաջնորդը, ուղեկիցը։ Ու հայտնի իր ճշմարտության խոսքերը ձեզի, ճշմարիտ գաղտնիքները, որոնք ինքը կհայտնե մենակ իր զավակներին, ովքեր որ ընտրված ու կանչված են։ Թող լույսը Աստծո ծագե ձեր մտքերում, սրտերում ու հոգիներում։ Թող Աստծո կամքը կատարվի ձեր կյանքերի ցանկացած ոլորտում։ Փառք, պատիվ, գոհություն ու շնորհակալություն։ Հավիտյանս հավիտենից թող Տերս փառավորվի մեր բոլորիս կյանքերում։ Թող որ ամեն մի հարցին նայենք Տիրոջ աչքերով։ Թող ճանաչենք Աստծո ձայնը ու գնանք իր հետևից։ Ու զանազանենք պիղծ ոգիների ձայները, որպեսզի փախնենք այդ ձայնից, հակառակ կենանք այդ ձայնին։ Թող Տերը մեզ ամեն մեկիս մեջ լցնե հնազանդության հոգին։ Փառք քեզ, փառք քեզ, փառք քեզ Տերս, փառքերի ես արժանի։ Երանի են մարդուն սիրելիներ, ում բաժինը Տերն է։ Երանի են մարդուն, ով որ կփափագե սրբության մեջ քայլե։ Ու միշտ հիշեք, Սատանան միշտ կվախենա այն աղոտողներից, որոնք քայլեն սրբության մեջ։